Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնօրյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Անցած շաբաթվա ընթացքում մենք արդեն հաղորդել ենք, որ առաջիկայում իսկ ավելի հավանական է, որ հենց փետրվարի 9-ին սա չճշտված տեղեկություն է, սա ուղղակի այսպես բաց ոչ պաշտոնական աղբյուրներից է այս տեղեկատվությունը, Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեվիդ Վենսը եւ այցը ոչ միայն հայաստանյան է, այլև տարածաշրջանային, ներառյալ Բաքուն, բայց ոչ Թբիլիսին։ Այս հարցով իդեպ վրացի փորձագետները շատ էին սրտնեղում, որ այդ ինչպես ստացվեց, որ Վրաստանը արևմուտքի հետ մեր տարածաշրջանի բոլոր կապերում առաջամարտիկ է եղել անցած տասնամյակներին, իսկ հիմա ուղղակի շրջանցվում է Միացյալ Նահանգների փոխնախագահի տարածաշրջանային այցի ընթացքում։ Թրամփի գրառումից հայտնի է դառնում մոտավոր օրակարգը Ջեյդի Վենսի այցի եւ սրանից էլ սրտնեղում են ադրբեջանցի փորձագետները, թե այդ ինչպես է ստացվում, որ Հայաստանի հետ ուղղակի կենսական կարևորության ոլորտներում համագործակցության ուրվագծեր են ֆիքսվելու այդ ստորագրվելիք փաստաթղթերում, մինչդեռ Ադրբեջանին միայն զրահաբաճկոններ եւ մոտորանավակներ Կասպից ծովում եւ ոչ ավելին։ Իհարկե այս ամենում կա չափազանցություն, կա որոշակի էմոցիա, բայց այնուամենայնիվ հարցը դեռ մնում է։ Բացի դրանից էլ հենց Ջեյդի Վենսի այցի համատեքստում քննարկում է գնում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հնարավորության մասին 2022 թվականի այն չարչրկված պայմանավորվածությունների մակարդակով, այն է երրորդ երկրների համար, դիվանագիտական անձնագրեր կրողների համար Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների։ Այս հարցով մենք Թուրքիայի մամուլից միայն լռություն ենք տեսնում, չկա որևէ արձագանք, բայց կա հաղորդագրություններ շատ ակտիվ շարժերի մասին մեր սահմանին, շինարարություն, նախապատրաստական աշխատանքներ, խոսակցություններ, ակնկալիքներ, փորձենք հասկանալ ընդհանրապես ինչ դեպքերի ընթացք է մեզ սպասվում առավել հավանականությամբ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, մեր հյուրն է Լոս Անջելեսից, քաղաքագիտության դոկտոր, հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը։ Բարև ձեզ, պարոն Հովսեփյան, ուրախ եմ նորից ձեզ տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Խնդրեմ։ Եվ ուրեմն, պարոն Հովսեփյան, մենք սպասում ենք Ջեյդի Վենսին, Ջեյդի Վենսի այցին Հայաստան, այն տեղի կունենա 6-ից 13-ը ընկած ժամանակահատվածում, պաշտոնական Երևանը որևէ հաղորդագրություն չի տարածել սրա հետ կապված, 6-ը պայմանավորված է Միլանում ձմեռային օլիմպիադայի բացմանը Վենսի մասնակցությամբ, 13-ն էլ Մյունխենի անվտանգության այդ համաժողովի բացմամբ, որին եւս նա մասնակցելու է եւ ըստ ամենայնի այդ այցը տեղի կունենա այդ երկու իրադարձությունների արանքում։ Դուք վերջերս այցելել եք նաեւ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն եւ ունեցել շատ կարեւոր հանդիպումներ։ Կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը այս ամենի հետ կապված, համեցեք։ Շնորհակալ եմ։ Առաջի հերթին պիտի նախ եւ առաջ ընդունենք եւ շեշտենք, որ վերջին երկու դասամյակներում Ջեյդի Վենսի, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի այցելությունը
այն բարձրակույն խորհրդանիշն է ամերիկյան, ասենք, հետաքրքրությամբ դարաձաշրջանով եւ այս բարակային մեզի ավելի հետաքրքրողը Հայաստանի հետ հարաբերություններն են բնականաբար եւ անշուշտ բնականաբար պիտի նախընտրեի որ այդ այցելությունը լավ պետք արդողարի Մարկո Ռուբիոյի կողմէ, բայց ադիգա այլ թեմա է հիմա JD Vance-ի այցելությունը թե ինչ խոստանամի անշուշտ բնականաբար խորհրդանշական մեծ արժեք ունի, բայց բացի անգե մեր անշուշտ ակնկալությունները այս այցելութենեն նույն օրագարկն է, որուն մասին դուք անդրադարձաք ձեր նախապանի մեջ, օրագարկը, այսինքն այն գլխավոր խնդիրները, որոնք պիտի նաև հայտարարվին կամ լուծվին այդ այցի ժամանակ։ Եվ ուրեմն Բադահականություն չէ, որ ամբողջ Ադրբեջանով մեկ, այսպես ինչպես պիտի ասենք, ժուխուր կա, իրար անցում կա այդ մասին, թե ինչու այն օրագարկը, որոնք JD Vance-ը կայցել է Հայաստան, ավելի այսպես հարուստ օրագարկ է, հարաբերություններով ավելի ծառագշտություն իր մեջը ունի, քան թե այն այցելությունը կամ այն օրագարկային խնդիրները, որոնք Բաքուի մեջ պիտի հայտարարվին, եւ այդ մասին Ադրբեջանը աշխատանքներով անցած է արդեն, եւ այդ մասին կարելի է քիչ հետ խոսել։ Ինչ կսպասվի բնականաբար առանցքը այս այցելության, բացի անգե որ թրիփի ուղղությամբ հետաքրքրությունը Միացյալ Նահանգներով պիտի ավելի ևս ասենք ամրագրվի, այսինքն օգոստոս 8-ով սկսած հունվար 14-ով նաև ամրագրված այդ հաստատումները, որ կատարվեցան, ավելի ևս պիտի ամրագրվի։ Բայց նաև այս մոդյուլար ատոմակայաններու խնդիրն է, որ ադրբեջանցիներուն ամենաավելի հետաքրքիր է, որովհետև իրականության մեջ այդ մոդյուլար ատոմակայանները, որոնց մասին մի քանի անգամ արիթ ունեցած ենք խոսելու, պիտի Հայաստանի այդ կարողականությունը, ատոմական կարողականությունը դարբեր մագարտակի հասցնել։ Անշուշտ մանրամասները դավային հայտնի չեն, անոր ֆինանսավորումը ինչպես պիտի իրագործվի դակավին բարձ չէ, բայց այն, որ Հայաստանի կարողականությունը, ատոմակային կարողականությունը մի քանի գլուխ ավելի կբարձրացնի, դա միանշանակ է։ Այո։ Եվ ուրեմն այս ամեն ինչի հետ կապված նաև բնականաբար ռազմաքաղաքական իմաստը այն բանին, որ մենք գիտենք, որ վերջին մեկ տարվա ընթացքին, այսինքն Թրամփի նախագահության շրջանին, տեսանք շարք խնդիրներ, որոնք եկան օրագարկ Թրամփի օրագարկի վրա եւ այդպես մնացին կամ երբեմն նույնիսկ խամրեցան։ Այս բարակային կտեսնենք, որ հետաքրքրությունը ոչ միայն գա, նաև սկսած է արդեն անմիջական խմորը ստանալ, մարմինը ստանալ, եւ ադիկա պետք է որ միայն ողջունվի։ Հիմա ես գիտեմ մտահոգություններ, որոնք կարտահայտվին մանավանդ ներքաղաքական դաշտի վրա, մտահոգություններ, որ այսքան ամերիկյան հետաքրքրությունը գրնա իր հետ բերել վտանգներ, բայց ադիկա հիմա ես չեմ ուզել շատ կարևորել, որովհետև նույն այն ասենք անկյունները ռազմաքաղաքական կամ դարաձաշրջանային, որոնք պիտի մտահոգ լային այն կարևորությամբ, այն ուշադրությամբ, որ Միացյալ Նահանգները կդրամատրի դարաձաշրջան եւ հատկապես Հայաստանի Հանրապետության, նույն այդ անկյունները իրենք հետաքրքրված են եւ հետամուտ են ամերիկյան ուշադրությամբ։ Եթե խոսքը Ռուսաստանի մասին, եթե խոսքը Իրանի Իսլամական Հանրապետության մասին է, այս նաեւ պետությունները իրենք եւս նաեւ հետամուտ են, որ Միացյալ Նահանգները նաեւ իրենց օրագարկով ջիկ եւ ուշադրություն դրամատրի, այնպես որ պիտի նաեւ մենք կարողանանք գնահատել այս պահը
եւ այս պահի վրա մեծ ուշադրություն դնել, մեծ ջիկ դնել, որովհետեւ կարողանանք լավագույնս եւ առավելագույնս ցեղել։ Պարոն Հովսեփյան, նաև Վենսի այցի շրջանակներում նախատեսվում է համաձայնություն ստորագրել Հայաստանի հետ կապված կիսահաղորդիչների հետ։ Եվ սա իրենով նշանավորում է Հայաստանի մասնակցությունը այն գլոբալ տեխնոլոգիական անցմանը, որի մեջ աշխարհը գտնվում է։ Եվ այդ process-ի առաջատարն էլ ընդ որում անվերապահ առաջատարը Միացյալ Նահանգներն են եւ ահա այս համաձայնությամբ Հայաստանը մաս է կազմում այս process-ի ընդ որում ստանալով առաջատար դիրքեր այսպես երկարաժամկետ հեռանկարով ինչի մասին է խոսքը ինչ շրջանակի մասին է խոսքը պայմանավորվածության որ կարող է ձեռք բերվել համեցեք Այո իսկապես որ կարևոր իրակորձում պիտի լայվ մեկը, որովհետև մենք լավ գիտենք, թե Միացյալ Նահանգները ինչպիսի կարևորությամբ եւ ինչպիսի զգուշավորությամբ կմոտենա իր այդ ունեցած ասենք հարստությունը, եկեք հարստություն գոչենք, այդ իր գիտելիքները երբ բաժնելու կամ դարբեր նաև երկիրներու դրամատրելու կարգը ուկա այդ հարցի մեջ որքան զգուշավոր եմ այսօր գրնակ դուք մուտք գործել ամերիկյան որևէ ասենք խանութ ուր կոմպյուտերներու վաճառքով գսվաղին եւ երբ այդ կոմպյուտերը գարնեք ինչ որ համացայնակիր ստորագրել գուտան որ դուք պիտի ադիգա չարդահանեք այդ կոմպյուտերը պիտի չարդահանեք դեպի դուրս հիմա շատերը բնականաբար գարդահանեն նվեր կուտան նվիրեն այդ կոմպյուտերները կամ լապտոպները եւ այլն բայց միևնույնն է գա այն միտքը որ Միացյալ Նահանգներու ունեցած այդ կարողականությունը շատ այսպես սահմանված եւ ծրագրված թվով դուրս գա ալ ուր մնաց այդ հսկայական սեմիկոնդուկտորներու կամ մինչեւ սուպերկոմպյուտերներու ասպարակային այդ գիտելիքները հիմա եթե Nvidia-ն արդեն եկավ եւ գիտենք մենք այդ գործարքը այդ հսկայական ասենք ներդրումը որ պիտի կատարվի որ ինքնին ամերիկյան մասշտաբներով շատ մեծ ներդրում չէ բայց սկիզբն է եւ ադիգա գրնալալ շատ վառ աբակա ոստանալ Հայաստանի համար Հայաստանի տնտեսության համար, Հայաստանի ռազմաքաղաքական կարևորության համար։ Եվ այսօր վրա եթե ավելցնեք ատոմագայաններու, ասենք, այն ինչ որ խոսանա as modular ատոմագայաններու կառուցումը Հայաստանի մեջ, հավանական, այս բարակային, ասիկա արդեն լրիվ ուրիշ մագարտագի է, որ ամեն ինչ կտանի եւ պետք է որ հասկանանք այս բահի կարեւորությունը եւ այդ ուղղությամբ ճիք չխանայվի որ այս բահը պատճառի եւ ընդհանրակը խորացնենք հարաբերությունները եւ կոնե իմ մոդեցումս այն է որ այս կարեւորությունը որ գդրվի Հայաստանին կրնա իր հետ բերել նաեւ այլոց հետաքրքրությունը եւ ասկայս դրական առումով ասեմ ոչ անպայման բացասական առումով այսին այլոց հետաքրքրությունը ոչ թե խափանարարական ինչ-որ ջիքեր դանելու Հայաստանի մեջ, այլ նաև ինչու՞ չէ որոշ եթե գուզեք մրցակցությունը սկսի։ Մենք գիտենք, որ եվրոպական հետաքրքրությունը մեծ եղած է վերջին դասամյակին, հատկապես վերջին 3-4 տարիներում, բայց նաև այսօր վրա հիմա փաստորեն գուկա ավելնալու Միացյալ Նահանգներու կարևորությունը եւ ներողություն ուշադրությունը ինչը պետք է կարևորել։ Պարոն Հովսեփյան, դեռ Վենսը չի եկել այս համաձայնությունների մասին այսպես հանրային քննարկումներ են ընթանում, մարդիկ ակտիվ մեկնաբանում են եւ Հայաստանում շատ որոշակի շրջանակներ, որոնք ուղղակիորեն կապված են ռուսական շահերի հետ,
խիստ քննադատությամբ են հանդես գալիս ընդհանրապես Հայաստան Միացյալ Նահանգներս համաձայնությունների դեմ եւ խոսում են սպառնալիքի մասին, հորդորում են Ռուսաստան եւ Չինաստան բերելս պայմանավորվածություններին մասնակից դարձնել, հա։ Այս ամենը արդեն իսկ որակվել է որպես շատ ուղղակի փորձ, այսպես վատ քողարկված ձևով, բայց ուղղակի վիժեցնել այս պայմանավորվածությունները։ Եվ նաև մենք տեսնում ենք պաշտոնական Մոսկվան էլ այսպես բազմամակարդակ ձևով ուղղակի կամ սպառնում է կամ, չգիտեմ, Հայաստանին հորդորում է հետ կանգնել եւ այլն։ Ձեր մեկնաբանությունը։ Հայաստանին ներս եղած արտահայտությունները բնականաբար ներքաղաքական բնույթ կկրեն, առավելաբար ես այնտեղ այո, բարձ է որ կա Ռուսաստանի թերակատարություն եւ այլն, բայց ավելի ներքաղաքական ակնոցով գտիտեմ։ Եթե այս մեկը իրակորձվեր մեկ այլ իշխանության, այսօր ընդդիմության մեջ գտնվողներու մեկ իշխանության օրոք, ես չեմ կարծեր, որ անոնք նույն այս ռիթմով կամ նույն այս սենքնչեղությամբ պիտի քննադատեին, ընդհանրակը պիտի ողջունեին այս ամենը, որովհետև բնականաբար Միացյալ Նահանգներու Փերազը դարաշրջան եւ հատկապես Միացյալ Նահանգներու Փերազը Հայաստանի Հանրապետություն Հայաստանի տնտեսության հզորացման գծարային առավել եւս ռազմաքաղաքական իր կարեւորության նաեւ կնպաստեն այնպես որ եթե այդ ակնոցով ցիտենք գտեսնենք որ ներքաղաքական արժեք կներկայացնեն այս արտահայտությունները առավելաբար կետ իմ տեսանկյունից, այսինքն այո ճիշտ է ռուսական որոշ այսպես օղակներ այս մասին արտահայտվին գսկուշացնեն, բայց ես չեմ տեսած որ ուղղակի Ռուսաստանի բարձրակույն մագարտակներեն այս ուղղությամբ այդքան մեծ մտահոգություն արտահայտված ըլլա ճիշտ է վերլուծաբաններ եւ այլն այս ուղղությամբ կարտահայտվին, բայց ես այդքան լրջությամբ չեմ մոտենար այդ ամենուն, բադեհություն մնե հայկական տեսանկյունը գսեմ, որ բադեհություն մնե ասիգա, կարևոր բադեհություն մնե եւ պիտի ուրեմն այդ բադեհությունեն օգտվենք մինչեւ ծայր, այնքան ինչքան կարելի է, իսկ եթե Չինաստանը հետաքրքրված է մեծ ներսումներ կատարելու Հայաստանի մեջ, այդ եւս մեզի պիտի նաեւ շահագրգռեր բնականաբար։ Անշուշտ Չինաստանի ներսումները ինչպիսի քաղաքական նպատակներ կամ ռազմաքաղաքական կամ տնտեսական նպատակներ կհետավնտեն, այդ եւս կարեւոր գլա, բայց միևնույնն է, պիտի հետաքրքրել եւ բնականաբար մենք պիտի հետամուտ լայն բոլորս այդ ներսումներով, ինչպես որ ենք, ինչպես որ եվրոպական ներսումներով, եթե այլ երկրներ կան, որոնք հետաքրքրված են Հայաստանի մեջ ներսումներ կատարելով, ինչու՞ չէ, պետք է ադիգա մեզ խանդավառի եւ պետք է այդ ամեն ինչով հետամուտ լինեն։ Այս վարակեն Միացյալ Նահանգներն է, որ միանշանակ հզորակույն քերբեդությունն է աշխարհի մեջ այսօրվան գդրվածքով եւ ուրեմն ասիկա միայն պետք է մեզ խանդավառի եւ արիտա նորանորս ենք գարելիություններով Պարոն Հովսեփյան, մեր տարածաշրջանը բավականին այսպես դինամիկ process-ների էպիկենտրոնում է եւ դրա հետ կապված մենք տեսնում ենք թե ինչ է կատարվում Իրանում եւ Իրանի շուրջ Միացյալ Նահանգները մի ահռելի ռազմական ուժ են կուտակել թե Արաբական ծովում եւ Օմանի ծոցում
եւ հիմա էլ մոտեցել եւ հարվածային դիրքերը զբաղացրել եւս մի զորախումբ արդեն միջերկրական ծովի արևելյան մասում։ Այնտեղ եւս ըստ էության դուրս գալով հարվածային դիրքերի ցամաքային ռազմաբազաներում ամերիկյան ավիացիայի կուտակում եւս կա եւ ըստ մամուլի այնտեղ եւս ռումբերը կապում են ինքնաթիռներին, այսինքն ամեն ինչ գնում է դեպի պատերազմ։ Ինչ եք կարծում, ինչ կապ կարող է լինել, ինչ ազդեցություն, փոխազդեցություն կարող են ունենալ այդ դեպքերը, որոնք ծավալվում են Իրանի շուրջ, այն զարգացումների վրա, որոնք տեղի են ունենում եւ տեղի կունենան մեր տարածաշրջանում, համեցեք։ Փաստ է, որ դասյամյակներ շարունակ չսելու համար շատ ավելի երկար պատմության գդրվածքով Իրանը եղած է Հայաստանի բարեկամ երկիր։ Այո։ Եվ ես քեթ չեմ գտնար նշել որևէ ասենք ժամանակաշրջան, երբ Իրանը ուղղակի ճշտամարական որևէ քայլ ցուցաբերած է Հայաստանին։ Հիմա թե Իրանի մեջ ինչ իշխանություն է, աշխարհակաղակական ինչպիսի ասենք շարժեր կան ադուղությամբ, ադիգա մեզ նման այսպես համեստ կարողություններու դեր երկրի համար պետք չէ որ անմիջական խնդրի վերածվին եւ մենք պետք է որ մեր հարաբերությունները լավագույնս պահպանենք, բարեկամական հարաբերությունները պահպանենք եւ զգուշավորություն ցուցաբերենք, որովհետեւ չինանք այս ռազմաքաղաքական ընդհանուր իրավիճակի մեջ, որը ինքը իր դրամապանությունը ունի, այսինքն ինչ ալնի Հայաստանի Հանրապետությունը, Իրանը բնականաբար նաև իր ընթացք ունի, իր քաղաքականությունը կբարե, իր հարաբերությունները կբարե, մինչև իսկ Միացյալ Նահանգներու հետ, շատ ավելի անուղղակի կերպով եվրոպական պետություններու հետ եւ այլն, եւ ուրեմն կգարցեմ որ մենք պետք է մեծապես զգուշ լանք, զգուշավորություն ցուցաբերենք եւ մեր հերավորությունը բահենք այս խնդրեն, որովհետեւ այդ ամեն ինչն մերս ենք բաց եթե ինչ որ դրական ներդրում կրնանք ունենալ, որ կգարցեմ որ արդեն այդ անկրվանը անցած է, որ Հայաստանի Հանրապետությունը ինչ որ կարողանա թերագադարություն ունենալ այս ամեն ինչի մեջ, ասենք մեր ցերծման կամ հարաբերություններու ասենք մշակման մեջ երկու կողմերու միջև ամեն որ պետք է որ մեր հերավորությունը բամանենք եւ զգուշավորություն ցուցաբերենք ոչ մեկ ուրիշ բան մեր կարողություններն մեր կարողականություններն ավելի վեր բաներ են ասոնք ինչի ուղղությամբ պետք է շատ զգուշավորություն ցուցաբերենք իսկ այն ալսեմ որ բնականաբար Միացյալ Նահանգներուն միշտ հետաքրքրած է մտահոգած է որ Հայաստանի Հանրապետության կապերը Իրանի Իսլամական Հանրապետության հետ ըլլան իրեն չափի մեջ միշտ ջիկ եղած է անցյալին որ այդ կապերը մինչև իսկ զերոյական գեդի հասնին բայց Միացյալ Նահանգները վերադարձած եւ հասկացողություն ցուցաբերած է որ շրջապատված Հայաստանի Հանրապետությունը բնականաբար իր երկերը պիտի ունենա եւ այն օրերուն երբ լա Թուրքիան, լա Ադրբեջանը փակած էին բոլորս են գաբերը մեր Իրանի Հանրապետությունը, Իսլամական Հանրապետությունը այդ բարեացականությունը ցուցաբերած է մեր հետ իր գաբերը այդպես բան բահելու, որոշ թափի վրա բահելով եւ որ մենք պետք է այդ ամեն ինչին միշտ նաև երախտաբար դառնալ։ Այսինքն չի նշանակեր որ պետք է անպայման բաժնենք իրենց քաղաքական կամ արտաքին քաղաքական իրենց հայացքները, աթոր այդ որևէ առնչություն չունի նշածներս։ Պարոն Հովսեփյան, նաև կցանկանայի ձեր կարծիքն իմանալ այն հնարավոր կապակցվածության մասին, որ կարող են ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը եւ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացումը, որն էլ եւ նշանավորվելու է Վենսի այցով Հայաստան։
Կա այդպիսի կապակցվածություն եւ եթե կա, ապա ինչ ձևով եւ ինչ ակնկալիքներ կարող ենք մենք համարել իրատեսական, համեցեք։ Շշուկներուն դերյակ եմ եւ անսավես ես կսպասեի որ ավելի գանուխ հայտարարություն մլար կամ թե մինչեւ այսին փետրվար, բայց եւ այնպես չեմ բացառել, որ այս արիթով մանավանդ եթե ջիկ լա Թրամփի վարչագար խումբի կողմէ որ այս այցելությունը նաև այդ ամեն ինչին նաև նպաստ է, որովհետեւ ավելի մեծ հնչեղություն ստանա իր այցելությունը դարաձաշրջան, չեմ բացառել, որ այդպիսի հայտարարություն լա թրկական կողմէ, բայց եւ այնպես եթե նույնիսկ չլա, նաև չեմ բացառել, որ մինչև ասենք ամառ այդ հայտարարությունը կատարվի եւ ոչ միայն հայտարարություն, այսինքն նաև որոշ ասենք այսպես կամերաներու համար, լուրերու համար եւ այլն ինչ որ հայտարարություններ լան եւ այդ երրորդ կողմի անցումի կարելիությունը նաև հաստատվի եւ տեսեք բարոն Մերաբյան նաև նշենք որ JD Vance-ը նաև ինքը որպես անհատականություն նաև իր անցյալը նկատի առած նաև իր գենսակրությունը նկատի առած բնականաբար եւ կրնալն ասիկա ոմանց համար քիչ մանգամիթն չէ բայց եւ այնպես JD Vance-ը ամբողջ քրիստոնեական աշխարհի մեջ ջանցված է իր կրոնական հայացքներով եւ այդ կրոնական հայացքներու քաղաքականացումով, այսինքն իրեն համար կրոնական հավատքը եւ համոզումները նաեւ քաղաքական արժեք կներկայացնեն։ Ես չեմ բացառել, որ այս իր այցելությունը նաեւ ավելի կշռե իր ինչպես ասեմ, որպեսի ճիշտ հասկացվիմ պրոհայկական ասպես ստաց որոշ երանգներով։ Անշուշտ ասիկա չի նշանակեր, որ պիտի Ադրբեջանը ինչ որ կամ Թուրքիան թեկուզ ինչ որ ասենք այս ամեն ինչեն դուժեն կամ որոշ դուժեր ունենան ոչ, կավիցի այդ մասին չէ խոսես։ Բայց կրնալալ որ որոշ երանգներ ըլլան, չբացառենք որ կրնալալ որոշ նորություններ ըլլան նաև, բացի ասենք թրկական սահմանի հետ կապված, որը մեզի զարմացն է, ուղղակի, եւ չբացառենք այդ ամեն ինչը, կրնալալ որ այդպիսի բան նաև տեղի ունենա այս այցի ժամանակ։ Եվ ուրեմն գմնա, որ նաև մտահոգությունները, որ Վաշինգտոնի մեջ այսօր գոյություն ունին, կապված են այն ամեն ինչի հետ, որ այս ամեն ինչը, որ Հայաստան գուքա, անշուշտ պետք է որ երաշխավորված լա, երաշխավորված այն իմաստով, որ գիտեք, որ մինչև այսօրս մեր ատոմային կամ ատոմագայաններու ասենք հարաբերությունները եղած են Ռուսաստանի հետ։ Այո։ Ուրեմն գամ Միացյալ Նահանգներու որոշ շրջանակներում մեջ մտահոգություն, որ այս ամերիկյան գիտելիքները, որ գուքան կհասնին Հայաստան, ինչ որ դեղ, ինչ որ հանգրվանի, նաև անոնք իրենց դեղը չի գտնեն այլ երկրներու մոտ եւ այդ գիտելիքները նաև արտահոսք չլինի, հա։ Արտահոսք տեղի չունենա։ Նույնն ալ նաև բնականաբար IT-ի ոլորտի մեջ է, այդ սուպերկոմպյուտերներու եւ այլնի ոլորտի մեջ է, կա այս մտահոգությունը եւ գենթադրեմ, որ այս ուղղությամբ մեծ ուշադրություն կդարձնեն եւ այս օրերուս նաև հավանաբար շատ այսպես ամենօրյա ռեժիմով աշխատանքներ կան, որովհետեւ հայկական կողմին կողմէ որոշ երաշխիքներ դրվին, որ այդ ամեն ինչը պիտի անալա, ամրագրված լա, որ այդպիսի
ասենք վտանգ չսպառնա իրենց ունեցած տեխնոլոգիային։ Եվ ամփոփելով, պարոն Հովսեփյան, այս process-ը Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների խորացումը զուգորդվում է, համենայն դեպս զուգահեռ է ընթանում այն process-ի հետ, որը կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ընդ որում, ընդամենը 1 տարի առաջ էր, անցյալ տարվա հունվարի սկիզբն էր, երբ հենց նոր տարվա այս տոները նոր վերջացան եւ Ալիևը մի ռազմատենչ ելույթով էր հանդես գալիս 25 թվականի հունվարին Հայաստանը ֆաշիստական պետություն է, չգիտեմ, էլ Զանգեզուրի միջանցք, ադրբեջանցիների վերադարձ եւ այլն, էլի երկաթե բռունցք, մի խոսքով։ Եւ ահա անցնում է 1 տարի Դավոսի այս համաժողովին, որտեղ Ալիևը մասնակցում էր այդ պանելային քննարկմանը, որին ներկա էր նաև Հայաստանի նախագահ Խաչատուրյանը, նա խոսում է այն մասին, որ կոնֆլիկտի էջը փակ է, գնում ենք խաղաղության, ավելին մենք բացել ենք համագործակցության էջ մեր հարաբերություններում։ Եվ ահա մենք տեսնում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխկապակցվածություն են սկսել, այսպես առաջին քայլերն են անում ձևավորելու համար, համատեղ շրջայց են կատարում երասխսադարակ երկաթուղային այդ անցման գոտում, հա, որպեսզի անցանելի լինի նաև երկաթուղաշինարարական տեխնիկայի համար։ Ինչպես եք տեսնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացքը այս հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման համատեքստում, համեցեք։ Դե արդեն գլխավոր հարցերու հարցը մեզի համար այդ է, չէ, այսինքն Միացյալ Նահանգներու ներգրավվածությունը տարածաշրջանի մեջ, բացի անգե որ Հայաստանին որոշ նպաստներ կան իր տնտեսության եւ այլն այս ներդրումներու ճամփով, թե տրիփի մանրամասնությունները դակավին այնքան էլ բարձ չեն, բայց վերջապես տրիփի ճամփով եւս բայց նշենք որ այն ինչի համար որ JD Vance-ը կայցել է եւ այն օրագարկային նյութերը, որոնք նախագահ Թրամփը հայտարարեց իր այդ մեկ քրարումով, թե ինչի համար JD Vance-ը գայցել է, կապ չունի միայն տրիփի հետ։ Այսինքն ինչպես նշեցինք եւ խոսեցանք, այլ նաեւ օրագարկային խնդիրներ կան։ Բայց այս ամեն ինչը ասել է, բնականաբար, եթե հարաբերություններ պիտի մշակվին Ադրբեջանի հետ եւ վերջապես թեպի խաղաղություն այս ընթացքը պիտի խորանա, տեսեք, կրնանք երկար խոսիլ ոճային խնդիրներու մասին, որոնք գիտեմ, որ որոշ ասենք շրջանակներ կքննադատեն ըլլա նախագահի կողմէ, ըլլա վարչապետի կողմէ եղած որոշ հայտարարություններ, արտահայտությունները, ասոնք ոճի հետ կապված են, գենթադրեմ, որ նաև ծրագրված ինչ-որ ոճ է, հայկական կողմէ, որովհետեւ որևէ առիթ, որևէ այսպես բادرություն չտան նախագահ Ալիևին կամ Ադրբեջանին, որովհետեւ վերադառնա իր առաջվան, ասենք, հրեդորապանության, բայց եւ այնպես պիտի չի զարմանամ, եթե մեկ այլ առիթի նորեն Ալիևը իր հրեդորապանությամբ առիթ ստեղծե կամ այսպես թագարտ ստեղծե հայկական կողմին համար, բայց եթե մենք քննադատած ենք հայկական կողմի մասին է խոսքս, որ այս հանգրվանին պատերազմը հորեկույն դարբերական է եւ այդպես ալ գա, չէ, որովհետեւ 2020-ի պատերազմեն յետ 44 օրյա պատերազմեն յետ դեսանք թե ինչ պատահեցավ եւ ուրեմն մինչեւ այնտեղ ուր դարբեր շահեր, դարբեր ասենք մտահոգություններ գուկան քերիշխելու, չգիտեմ այդ հավանականությունը գուկա թե չկա, բայց եթե Հայաստանը պիտի ինչ որ խաղաղությամբ ապրի իր հարևանին հետ, ասպարակային Ադրբեջանի հետ եւ անշուշտ միջնորդված կերպով նաեւ Թուրքիո հետ,
բնականաբար այս երևույթները պիտի բադային։ Նորեն գսեմ, ոչի մասին գրնանք խոսիլ։ Եթե դու կլայիք կամ ես լայինք բաշնադարներուն իշխանության ասենք թիրքերեն գրնալալ քիչ ու դարբեր ոչով արդայնային, բայց այնպես միտքը կմնա այն, որ բնականաբար եւ պետք է հաստատել, որ այո, ադրբեջանական հրետորապանության մեջ ինչ որ դեղաշարժ կա, ինչ որ մեղմացում կա, ասիկա գույր պիտի լալ չտեսնելու համար։ Թե ադիգա ինչ կյանք ունենա, այնքան ադեմ որ Միացյալ Նահանգներու նաև մնայուն ջիքը այս ուղղությամբ կմնա այն ինչ որ է, եւ ես այսօր գրնամ հստակ ասել, որ նույնիսկ եթե այսօր Թրամփը չլա նախագահ, Թրամփի դեր մեկ այլ հարաբերական լա կամ նույնիսկ դեմոկրատ նախագահ վերադառնա, այսօր էջը բացված է Միացյալ Նահանգներու դեպի դարաշրջան մուտքին մեջ, որ ես կգործեմ երկար կյանք պիտի ունենա, այսինքն առնվազն դասամյակներու կյանք պիտի ունենա, եւ ուրեմն ադիգա ինչպես քիչ առաջ նշեցի, պետք է ողջունեն։ Եվ շատ կարճ, պարոն Հովսեփյան, դուք Վաշինգտոնից նոր եք վերադարձել, ինչպես կգնահատեք ձեր տպավորությունը կամ եզրակացությունը ամերիկյան իստեբլիշմենտի վերաբերմունքի Հայաստանի նկատմամբ եւ ինչ փոփոխություններ տեսակ, եթե տեսակ, ձեր, ասենք, նախորդ այցելությունների, նախորդ հանդիպումների համապատկերին համեցեք։ Տեսեք, դարբերությունը, որ այսօր գա Վաշինգտոնյան, ասենք, իրականության մեջ, սպիտակ դունը, որ դասամյակ շարունակ, այսինքն Բայդենի ժամանակ ամեն ինչը փոխվեցավ, բայց միշտ սպիտակ դունը անհասանելի եղած է հայկական մտահոգություններու համար կամ հայկական շահերու համար։ Ադիգա փոխված է, որովհետև ինքը սպիտակ դունը այս բարակային նախագահի եւ փոխնախագահի պետքարտուղարի ասած ուշադրության կենտրոնին է դարաշրջանը։ Եվ ուրեմն ինչպես պիտի ասեի, մեր բախտը բերած է, որ այսպես է։ Եվ ասկե առաջ միշտ կոնգրեսն էր, ան վայրը, որ ավելի սկայուն էր հայկական ասենք մտահոգություններու ուղղությամբ, հայկական շահերու ուղղությամբ, այսօր ադիգա գա, բայց ավելի մեծ չափերով ասկա գուկա արդեն դեպի executive կողմը Վաշինգտոնի, այսինքն սպիտակ գործադիր իշխանություն, այո։ Գործադիր իշխանությունները, այո։ Եվ ուրեմն ասիկա դրական բան է, որովհետև մենք գիտենք, որ արտաքին հարաբերությունները բնականաբար սպիտակ տան այդ բանի տակ է, ասենք հսկողության տակ է, եւ ուրեմն այս իմաստով դրական է այդ ամեն ինչը պետք է ջիք չխնայել, որ գիտեք մեկ հարց ալգա բարոն Մերաբյան, ասեմ այս եւս շատ կլսեմ լոբիիստական աշխատանքի մասին, ջիկերու մասին եւ այլնի մասին, նորանոր ջիկերու մասին։ Լոբիիստական աշխատանքը մնայուն աշխատանք է, երկար շունչի վրա աշխատանք է։ Եվ միշտ ջիկ եղած է դասամյակներու ընթացքին, որ մեկ կողմեն կորզաթիրը եւ մյուս կողմեն օրենստիրը այս երկուքը իրարու հետ խոսին հայկական շահերը։ Այսինքն հայկական շահերը միայն մեկին կամ մյուսին կողմ չէ, որ իր դերը գտնե, այլ երկուսին մոտ հավասարապես, եթե կարելի է լար այդ ամեն ինչը։ Եվ եթե մենք հաջողենք որպես հայություն, որպես ամերիկահայություն, որպես Հայաստանի Հանրապետություն, այս երկու թե կորզաթիր իշխանություններու մոտ, թե նաև օրենստիր, ավելի ասենք կոնգրեսի մոտ կարողանանք մեր ջիկերը գրնապատկել, ես կգործեմ, որ Հայաստանին միմիայն դրական եւ այսպես բարեփեր օրեր կսպասե եւ այդ ուղղությամբ ես լիահույս եմ։
դեսենք թե օրերը ինչ կբերեն, բարձրապես կրնամ այդ ամեն ինչը ողջունել այսքան եւ այսպես որոշ անցկությամբ, որոշ սպասումներով սպասենք, տեսնենք, որ փետրվարի առաջին կեսը ինչեր պիտի բերե տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության։ Շատ շնորհակալ եմ, պարոն Հովսեփյան, ձեր այս շատ կարևոր եզրակացությունների, տեղեկությունների համար, որ կիսեցիք մեր հեռուստադիտողների հետ եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին, հետևենք դեպքերի ընթացքին, այդ թվում նաեւ ձեր օգնությամբ, մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալ եմ եւ ցտեսություն, բարի երեկո։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունների խորացման այս հեռանկարների մասին եւ J.D. Vance-ի Միացյալ Նահանգների փոխնախագահի այցից ակնկալիքների շրջանակի մասին։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։